Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն չորեքշաբթի օր միասնապար գընթերցենք ու գսերդենք Սուփրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը եւ վստահ եմ, որ բոլոր անոնք, որոնք գեհդեվին այս հոգեվոր սերդողության իրենց հոգիի մեջ փոփոխություն գաբրին։ Որովհետև եւ Սուրբ Նարեգացին այս աղոթակիրքը գրեց, խնդրեց Տիրոջը, որ դեր անոր հավատքով այս գիրքը կգարտա, թող անոր համար հոգի բժշկություն դառնա։ Եվ իսկապես Աստվածաշունչի գողքին Սուրբ Նարեգի այս աղոթակիրքը միշտ եղած է մեր հայ ժողովրդի ամենեն գարտացած գիրքը։ Եվ Սուրբ Նարեգացիով այս աղոթներով մարդիկ սիրելներ տեսակ հիվանդություններեն, ախտերեն, թիվային հարցակումներեն եւ ներբնակություններեն ցերպազադած են։ Հետևաբար միշտ կարդացեք Սուրբ Նարեգացին։ Եվ ահա արիթ է ցեզի, որ չորեքշաբթի օրերուն հետևիկ այս հոգեվոր բացատրության, որբեսի ավելի լավ հասկանաք եւ ընկալեք Սուրբ Նարեգացին եւ դարբեր հոգիով զայն գարտակ։ Վերջին անգամ մենք սկսած էինք սերդել Փան լուն թոն, այսինքն 39-րդ գլուխը։ Եվ առաջին երկու մասերը ցեզի բացատրեցի։ Այսօր պիտի սերդենք վերջին մասը, երրորդ մասը։ Սիրելիներ, նախ ցեզի ընթերցեմ քրափար բնակիրը եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ զայն։ Փան լուն թո քիմ մաս իխորոց սրդից խոսքն Աստուծո։ Ահա արդարև երկս գադագերկության չնարահար բորոնգի հացյալ եւ գոձյալ քաչ հնչեցուցյալ ողբս ողորմելիս եւ ըսգեցուցիչս ըստ արագավոր փանին Եսայա, որի բատկամին դյուրոսի զիթենա ըստիպվածն փոքր անցից աբարնյացն իմոդո իմն դբավորյալ փողոքեր թիմագս գերբից ավաղագանած ըստ գոձողացն գակավելո իսկ արիս որ չափս եւ որ բիսիս ցայնս մրմնչեցից վհադեցուցիչս որ կալստյարն դյարն սպասյալ առանց վրիբանած մնացի անբադրաստ եւ անհանթերցելի արդ եթե ստադաստանացն ահավորություն գրկնեցից բազմացուցից ինձ աշխար ապա եթե սփորձն իսկությամբ ցուցից հաջախե ինձ երգյուղ իսկ եթե ըսգերբարանացն դեսիլ քրեցից արավելուն ինձ հադուցմունք զիգանխավ նկատյալը սույնս եւ ոչ անական աբաշավեցի այլ խնայահիս քթած մարդասեր հզոր բարերար ամենաբարգև Քրիստոս տակավոր օրտնյալ Հավիդյանս ամեն։ Սիրելիներ, երբ կսերդեինք առաջին երկու մասերը, տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին գսեր, թե ինչպես նախապես ողբացած եմ իմ կործած մեղքերուս վրա, հիմայալ պիտի չձածգեմ իմ հին մարդը մեջիս, պիտի չձածգեմ անոր կործած մեղքերը, ընդհակառակը պիտի անաչար կերպով հրաբարագեմ այդ հին մեջի մարդուս մեղքերը կործած եւ բոլոր ազգերուն դիմաց պիտի խայդարագեմ զայն եւ ցույց պիտի դամ թե ով եմ ես, ով եղած եմ ես։ Եվ տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին սկսավ ասել, թե ես քաղաք մնեմ առանց բարիսպի, առանց մահարցանի։ Ես թաշտ մնեմ, որ թշպախտապար այդեղ միայն եղեկներ եմ որ գաջին եւ ես դեղ է որ գկրավեմ։ Ես աղ եմ, որ գերբարանքով միայն, բայց ոչ համով։ Ես անթաստան մնեմ, որուն ծառը պատրաստ է գդրվելու, որովհետև անբդուղ մնացած եմ։ Եվ այլն, այսպես շարք մտեսանք, որ Նարեգացին գսեր, եւ վերջավորությանալ
գսեր թե ինք արժանի պիտի ելար անշեջ գրագին մեջ ագրաները գրջդելու լալու իր մարմինը աբագանած պիտի որտնոդի եւ արժանի պիտի լա ամեն տեսակ աստուծո բադիժին ու տադաստանին հիմա այս երրորդ մասի մեջ պիտի տեսնենք որ Եսայի մարգարեին պատկերը պիտի առնե եւ պիտի կորձածե համեմատությունը անելու համար թե որքան իր կորձած մեղքը ավելի ահավոր է քան անցյալին ինչ որ բադահեցավ դյուրոս քաղաքին կամ դյուրոսիներուն փյունիգեցիներուն եկեք սիրելներ բաժին առ բաժին թարգմանեմ եւ բացատրեմ կսեն արեգացին ահա արդարև գադագերգության երկեր են ասոնք քնարահար այն բորնիգին որ շրջելով ու գուրց կծեծելով մեծ վարպետությամբ գհնչեցներ վշտալի ու սրդաջմլիկ ողբեր ինչպես արագավոր ցևով արագի ցևով գսե Եսային դյուրոսի մասին կրած բատկամին մեջ նախասեմ սիրելներ որ անցյալին բորնիկները երկիչներ գլային եւ գադակ ընողներ որոնք ամեն տեսակ երկերով քրքիչներով գփորձեին հրաբուրել իրենց հոմանիները սիրագանները եւ գադակներնելով քրքիչներ արձակելով ձիձաղելով այս բոլորը սիրելներ հրաբուրելու վավաշոտ կերպով գրքոտ կերպով դղամարդիկը իրենց քաշելու ցևեր որովհետև հիշեցեք անցյալին որ գինը գրնար օդարագանի հետ օդար մարդու հետ խոսիլ գադագել շատ լավ գիտենք մեր մեծ ծնողները մեր մեծ ծնողներեն գիտենք սիրելներ որ նույնիսկ անոնք անցյալին գիները իրենց գեսրայրերուն հետ չէին գրնար խոսիլ չէին գրնար իրենց դակրերուն հետ խոսիլ ուր մնաց օդարագանի հետ խոսիլ կամ անոնց դիմաց երկել կամ առավել եւս գադագել այդպիսի բան անգարելի էր երևակայելն անգամ անգարելի էր որովհետև այդպիսի բաները անարակ գիները գնային բորնիկները գնային եւ նարեգացին սիրելներ ուրեմն գսե ինչպես որ արագավոր ցևով Եսային գխոսի երբ գգարտանք Եսայի մարգարեի 20-րդ գլուխը այնտեղ փյունիգեցներուն ուղված փյունիգեցները հին լիբանանցիներն են աստուծո տադաբարդությունը գա եւ Դյուրոսի եւ Սիտոնի մասին գխոսի Դյուրոսը եւ Սիտոնը այսօրվան Սայդա եւ Սուր քաղաքներն են Լիբանանի ուրեմն Դյուրոսի համար Աստված գսե որ 7 տարի 70 տարի ուրեմն անիգա բիդի կերևարվի եւ 70 տարի դյուրոսիները այդ կերևարության մեջ բիդի ողբան բիդի լան եւ հետեւաբար մարգարեն այսպես հեքնական գսե բորդիգին դյուրոսի բորդիգին ով մորցված բորնիկ քնարը առ ու քաղաքին մեջ բդդե աղեկ զարգ շատ խաղ գանչե որբեսի քեզ հիշեն ինչու որովհետև կերևարված վիճակի մեջ որ մարդը բորնիկ կպնդրե ոչ ոք եւ 70 տարի կերևարութենեն յետք մարգարեն գսե հիմա բորնիգին արքնարդ զարգ զորավոր քաղաքի մեջ բդդե եւ այնտեղը երկեր հյուսե որբեսի քեզի քաշես մարտիկը այլ խոսքով դյուրոսը որ իր կերևարութենեն վերջ դյուրոսը ձովեզերք է սիրելներ այնտեղ վաճառականներ պիտի կային եւ ինք ամեն ինչ պիտիներ որ բոլոր վաճառականները իրեն կային ինչպես որ բորնիկը անարակ գիմը ամեն ինչն է որ դղամարտիկը իրեն կան
դյուրոսնալ այդպես մի դներ, որ ուրիշտեղեր չերտային այլ իրենքային։ Հիմա Սուրբ Նարեգացին այս բատկերը, այս օրինակը, այս արագը գարնես սիրելիներ եւ հիմա իր անցին գաբե եւ հետեւյալը գսե, որ ինչպես որ բորնիկները դյուրոս քաղաքի գործանման ադեն քնարներով ողբացին իրենց բադահած աղեդը, ինչու, որովհետև երբ քաղաքը աղեդի մեջ ըլլա, բորնիկները այլևս ոչ մեկ շահ գունենան, հետևաբար իրենց շահն է որ գվնասվի, իրենց այսպես կոչված եկամուտը, իրենք բորնիկները, անարակ գիները, անարակ մարտիկը իրենց անցի փարոյականությամբ հետաքրքրված չեն սիրելներ, այլ հետաքրքրված կլան իրենց շահով։ Այսօր ճշմարտաբար շատ մարդիկ կան, որոնք անարակ ցևով շահ գաբահով են։ Իրենց համար կարևոր չէ, թե ինչ ցևով գումարը գուքա, ինչ բաներ է գումարը գուքա, կարևորը իրենց համար գումար քալն է, շահ մտնելն է իրենց կրբանը։ Ճշմարտաբար։ Ադորամար այսօր դեսակ բորոնգադուներ կփանան մարդիկ, ագումբներ քիշերային, բղձալից վայրեր, թմրեցուցիչի կործածությամբ, խմիչքի արադությամբ, ճշմարտաբար այսօր մարդիկ կան Ամերիկայի մեջ, Եվրոպայի մեջ, նույնիսկ անոնց մեջ հայեր կան գճանչնամ, որոնք նախքին լքված ամերիկյան եկեղեցիները, որոնք գծախված են, քնած են, եւ այդ եկեղեցիները վերածած են ագումբներու, քինեդուներու, ճշմարտաբար։ Ահա սիրելներ մարդիկ կտեսնեք, որ այլևս սկսած են փարոյականեն դուրս բաներն էլ, բայց իրենց հոգը չէ, իրենց միակ նպատակն է, որ գումար կա իրենց, գումար մտնե իրենց։ Եվ ուրեմն, որովհետև դուրոսի գործանումով իրենց շահը գործընծուցին, այս բորնիկները, այդպես ալիմա Սուրբ Նարեգացին արդարորեն գողպա իր հոգին գորուստը, ինչպես որ բորնիկները ողբացին դյուրոս քաղաքին գորուստը, այնպես ալ Նարեգացին իր հոգին գորուստը գողպա, որովհետև ահա հասած է ժամանակը, որ Թադաստանը պիտի դեղի ունենա եւ ինք պիտի թադաբարդվի։ Սիրելիներ, եթե բորնիկներ անարակ գիներ քաղաքիմը գործանման ժամանակ գողբան իրենց շահը, հապա մենք առավել եւս բեք չէ ողբանք մեր հոգին գորուստը, երբ ճշմարտաբար գաբրինք մեղավոր կյանքով, մեղավոր վիճակով, եւ ամեն օր մեր հոգին գմաշի, ամեն օր մեր հոգին վրա գփարտվին մեղքերը, բեք չէ լանք մեր հոգին վրա։ Հոգին մեր շահը չէ միթե, հավիտենական շահը չէ, չէ որ մարմինը պիտի փճանա երթա, բայց հոգին ավիդյան պիտի ապրի։ Եվ Նարեգացին դեսեք ինչ կսե, որովհետև եթե անիգա աբակայի այդ բորնիկը աբակայի այդ աննշան թեփքը իբր մոդալուտ պատկերացնելով գփողոքեր բազմազան ու դեսակ ողբերով նման անոնց որ գոստոստեն լացու գոձերով, հաբա ես որչապ եւ ինչպիսի վհադեցուցիչ ցայներ պետք է մրմնչեմ, որ դիրոջ ըստույք քալուստինը սпасելով մնացի անբադրաստ ու անշքված, չզարտարված։ Հիմա դյուրոս քաղաքի գործանումը աբակային պիտի կատարվեր։ Մարգարեն ուրեմն գմարգարյանար, որ աբակային դյուրոս քաղաքը պիտի գործաներ։ Եվ ադորամար գսե հիմա Նարեգացին, բորնիկը քաղաքին գողպա, բեսպես բազմաբիսի ողբեր, ավաղներ գսե, սրդաջմլիկ երկեր գնարե, գոստոստե գակավի նման, այս ինչպես որ գակավը գտրվրա, գտրչկոդի, գծատ կրդե, այնպես ալ լալգան գիները գծատ կրդեն, գողպան, չեն գիտեր ինչ պիտենեն, լացու գոց կնեն, եւ Նարեգացին գսե, եթե բորնիկը այդ քաղաքին համար, դյուրոս քաղաքին համար, որուն գործանում աբակային պիտի ելար,
այդքան ողջ բրավ, այդքան լացող գիներուն պես սկսավ ոստոստել, հաբա գսե ես ինչ ասեմ, հաբա ես որչապ եւ ինչպիսի վհադեցուցիչ ցայներ պետք է մրմնջեմ, այսինքն որքան ավելիով պետք է լրագյաց ողբամ մրմնջել կնշանակե լուր գերբով ցայն հանել, ողբալ լացուգոծնել, որչապ ավելի գսե եւ ինչպիսի վհադեցուցիչ, ինչպիսի հուսահատեցուցիչ, հուսահատական ողբեր պետք է արցակեմ մրմնջեմ, որովհետեւ գսեն արեգացին դյուրոսի գործանումը աբարնի էր, աբակային էր ու փոքր չարիք համեմատած իմ գյանքիս իմ օքիս գորուստին որ ավելի մեծ չարիք է որտեղ իմս կսե խիստ մեծ եւ շուտով գադարվելիք է եթե մարդ մեռնի հոգին ելե այլևս վերջ ապաշխարություն չգա թարց չգա այդ ժամանակ ինչ պիտի ելա եւ նարեգացին գսե որովհետեւ դիրոջ քալուստին սпасելով եւ այդ քալուստը գսե անվրեբ պիտի գադարվի այսինքն ըստուկաբես պիտի գադարվի մարդիկ կան որ չեն ավադար գծախրեն դիրոջ քալուստը գսե որ ինչ դիրոջ քալուստ այդպիսի բան չկա Պետրոս Արաքյալը այդ մասին գրե որտեղ գսե այն ժամանակից մարդիկ ծաղրեցին ուր է դիրոջ քալուստը ինչու գուշանա եթե իրաբիդի ալլա եւ Պետրոս Արաքյալ գսե դերը ճուշացներ քալուստը իր այլ բարձաբես համբերատարություն ցույց կտա որբեսի Արիտ կուտա մարդոց որ ապաշխարեն որտեղ դերը ճուզեր որ ոև մեկը գործվի այլ գուզե որ բոլորն ալ բրգվին հիմա նարեգացին գսե որովհետև ես դիրոջ քալուստին սпасեցի սпасելով որ անվրեպ ըստուկաբես պիտի գադարվի հագարակ ասոր սագայն մնացի ինչ անբադրաստ եւ անշքված այսինքն առանց զարտարանքի առանց հակուստի ես որ պետք է բադրաստվեի եթե Եսայի մարգարեն դյուրոսի գաստարարեր ապա ինձի հրեշտակները գաստարարեն գսեն արեգացին հիշեցեք նախքին երկրորդ մասի մեջ ըսավ վերջավորության որ հրեշտակները եկան ինձի օրինակ դվին որոմի խուրցին որ ինչպես որ որոմը փուշերը գահավակվին խուրց կգազմվին եւ գրակ կնետվին հրեշտակները եկան բարձրաղաղակ ահարգու կերպով ինձի սիմվոր այլևս անբժշկելի ես քեզի բժշկություն չկա բիդի այրիս անշեջ գրագին մեջ հետևաբար նարեգացին ասել գուզե եթե դյուրոս քաղաքին Եսայի մարգարեն քնած որպես աստարարող ապա ինձի երկինքեն հրեշտակները գուքան եկան Սիրելներ աստուծո խոսքը մեր աստարարությունն է այսօր մեր աստարարությունն է որ եթե չապաշխարենք պիտի գործանենք մեր հոգին պիտի փճանա երբ պիտի անդրադառնանք երբ պիտի անդրադառնաս ով իմ անձս երբ պիտի անդրադառնաս երբ սիրելներ պիտի թողենք որ մեր հոգին իշխե մարմին վրա ոչ թե մարմին հոգին վրա ոչ թե մարմնական ու հոգևորին վրա մեղքեր կործատրելով հաջուկներու ետևեն երթալով եւ նարեգացին գսես անբադրաստ որտեւ գիտեմ որ Քրիստոսի կալուստը դեղի բիդունա բայց անբադրաստ եղա եւ անշկված անզարտարված սիրելներ եթե գիշեք Հիսուսի մեկ բատմած արագը Մատթեոսի ավետարանի 22-րդ գլխուն մեջ հարսանիքի հրավիրյալներուն արագը գարտացեք անպայմանորեն ամբողջությամբ ես միայն ցեզի պիտի բատմեմ վերջին բաժինը 11-ին 13 համարներու մեջ ուր որ երբ որ թակավորին ծարաները գերտան եւ ամեն տեսակ մարտիկ կբերեն հարսանիքի հրավիրեն որ եկեք թակավորին հարսանեկա սրահը լեցեք եւ գուքան երբ սրահը գլեցի հարսանեկան գսե Հիսուս որ թակավորը ներս կմտնե սրա որբեսի դեսնե հարսնևորները
Եվ հանգարց կտեսնե այդ հարսնևորներու մեջ, հրավիրյալներու մեջ մեկը, որ հարսանիքի հարմար հակուստ հակած չէր։ Եվ գգանչե զինք ու անոր գսե գգարտամ ուղագի բարերը իսին։ Բարեկամ, ինչպես հոս մդար առանց հարսանիքի հակուստ ունենալու եւ մարդը գբաբանցի Փերանը գկոցվի չի գտնար փամը արդասանել թակավորին եւ թակավորը խիստ բարգացած իր ծարաներուն գսե գաբեցեք անոր ոտքերն ու ցերկերը եւ թուրսը խավարի մեջ նետեցեք հոն անիգա թողլա եւ ագրաները գրջդե հակուստը գխորտանշե սուբկիրքի մեջ մարդու նգարակիրը Ադորամար Բողոսարակյալ գսե ցեր վրային հանեցեք հին հակուստը հին մարդը հակեք նոր մարդը Նոր նգարակիրը Քրիստոսով նորոգված նգարակիրը Սիրելիներ մեղավոր մեր այս հակուստը նգարակիրը պետք է բادرենք մեզ մե հանենք որբեսի կարողանանք հակվիլ Քրիստոսով նոր նգարակիրը եւ այդ ժամանակ միայն մենք պատրաստ կլանք երկնքի արքայությունը մտնելու Այլապես մեր հին նգարակրով, մեղանչական նգարակրով մենք չենք կրնար երկնքի արքայություն մտնել, չենք գրնար։ Դուք ցես չխապեք, մենք մեզ չխապենք։ Չգարձենք, որ հա եկեղեցի գերտանք, հա մոմ գվարենք, խունկ կծխենք, աղոտ կնենք, ուրեմն վերջ երկնք պիտի մտնենք։ Ինքնաբերաբար, ոչ Մինչև որ մարդ իր նգարակիրը չփոխե, չի գրնար երկնքի արքայություն մտնել։ Պատրաստ պետք է լա մարդ։ Եվ պատրաստ լալու համար սիրելիներ պետք է աբաշխարե։ Եվ անիգա պետք է հիմագուց։ Հիմակվնե պետք է պատրաստվենք։ Հիմակվնե սիրելիներ պետք է մեր հոգին հոգ դանենք, հոգի բրգության հոգ դանենք։ Հիմագուց պետք է Զղջանք լանք, մեր գուրծ կծեծենք, մեղայիքանք, վայինց ասենք։ Հիմա գուծ, և ըսկուշը լանք, նույն մեղքեր նորեն չկործելու, որտև չենք գիտեր, մահը կողի մեզ կրնակալ, և եթե մահանանք, ալ վերջ, ալ չգա, աբաշխարություն չգալ թարց, այլևս մեր լացը անօգուտ է, բիդի լանք հավիդեն աբես, Հիշելով այն բոլոր արիտները, որ Աստված մեզ երկրի վրա տվավ ու մենք չօգտագործեցինք զանոնք։ Հիմա Սուրբ Նարեգացին գշարունակե ու գսե արդ, եթե Տադաստանին ահավորությունը գրգնեմ, ինձի համար լաց ու գոծը պիտի բազմացնեմ։ Ապա եթե փորձը իսկապես նկարագրեմ, այս բոլորի մասին հիմա կբացատրեմ, վախս կշատնա։ Իսկ եթե ճշգրտորեն նկարագրեմ անոր դեսարանը, բադիժներս պիտի ավելնան, որովհետև գանուխեն նկատելով զանոնք, ուշացումով իսկ չաբաշխարեցի։ Սուրբ Նարեգացին սիրելներ այստեղ ցույց կտա, թե այլևս ովևէ արտարացում չունի։ Հիմա իր բարերը գործածելով պիտի ավելի ընդլայնեմ։ Գսե Նարեգացին։ Եթե Թադաստանի օրվան, եւ որ Քրիստոս վերադառնա եւ վերջին Թադաստանը սկսի գադարել։ Եթե այդ Թադաստանի օրվան ահավորությունը, թե ինչ տեսակ ահավոր պիտի լա այդ Թադաստանը, գրգնեմ, որտեղ բազմաթիվ անգամներ խոսեցավ այս մասին։ Եթե գրգնեմ գսե հիմա, Թարցիալ ու թարցիալ ադոր մասին խոսիմ, ադիգա իմ անցիս ոչ միայն ովևէ օգուտ պիտի չդա, այդ գրգնելը, այլ ընդհակառակը անցիս վրա պիտի փարթացնեմ, բազմացնեմ, շատցնեմ, ինչ քրապարով գսե աշխար առանց վերջավորության հի։ Աշխարել կնշանակե լաց։ Լաց ու գոծ պիտի ավելցնեմ, լաց ու ող պիտի ավելցնեմ իմ անցիս վրա։ Ինչու՞։ Որովհետև գիտեմ ու կգրտնեմ, թե վերջին Թադաստան գա եւ սակայն չեմ սրբակրել ինքս։ Հաջորդ նախադասության մեջ կսե. Եթե Թադաստանի օրվան փորձը եւ իսկությունը ճշմարտությամբ ցուցնեմ, նկարագրեմ, այսինքն սիրելներ, Սերգուզե Նարեգացին, եթե ցույց տամ, թե ինչպես Աստված
հին աշխարհի մեջ օրինակներ տվավ իր խիստ Թադաստանին, օրինակ, եւ որ մարդկությունը ահավոր մեղքերու մեջ էր, Աստված չրեղեղով բնաճնչեց զանոնք, կամ երբ Սոդոմ Գոմոր ահավոր մեղքերու մեջ էին, գործանեց զանոնք, ադորամար նարեգացին գսե, եթե փորձ, այդ փորձը, Թադաստանի փորձը, սեզի կամ իմանցիս փորձեմ ուղագի նկարակրել իր իսկությանը մեջ, նարեգացին շարունակե եւ գսե, աբա հիշելով այդ բոլորը, հիշելով չրեղեղը, հիշելով Սոդոմ Գոմորը, հիշելով զանազան ուրիշ բաներ, որ Աստված գադարեց հին գդագարանի մեջ, այդ բոլորը հիշելով վախս կշատնա, երկյուղս կսաստկանա։ Իսկ եթե գսեն արեգացին ճշգրտորեն ներկայացնեմ ցևն ու գերբարանքը Թադաստանի օրվան, թե ինչ ցևերով պիտի գադարվի Թադաստանը, ինչ գերբարանք պիտի ունենա, ապա իմ գլխուս քալիք հադուցումները, այսինքն բադիժները, թադաբարդությունը պիտի ավելնան։ Ինչու՞։ Որովհետև նախաբես գանուխեն գիտնալով այս բոլորին մասին, կշարունակե Սուրբ Նարեգացին, գիտնալով թե ինչ կսպասե մեղավորիս, նույնիսկ ուշացումով, նույնիսկ վերջին վարգյանին չզղջացի ու չապաշխարեցի։ Սիրելիներ, որքան ահավոր ըլլա բոլոր այն բադիժները, որոնք քալիք ահավոր Թադաստանի մասին մեզի գահիտնեն, բայց դժբախտաբար այսօր մարդիկ կան, որոնք չեն զղջար ու չեն ապաշխարեր։ Հայտնություն Հովանու գրքի 9-րդ գլխու մեջ գտեսնենք, թե ինչպես Աստված ահավոր բադիժներ պիտի ուղարկե աշխարհի վախճանեն ամիջապես առաջ, եւ մինչև իսկ մարդկության գեսը պիտի ոչնչանա։ Այդքան ահավոր բադիժներ պիտի լան, որովհետև չար ոգիներու հսկա բանակները պիտի հարվածեն մարդիկը։ Բայց տեսեք 9-րդ գլխու հայտնության 20 եւ 21 համարներու մեջ ինչ կսվի։ Մարդկության մնացյալ մասը, որ չսպանվեցավ այս հարվածներեն, չապաշխարեց եւ իր գադարած գործերեն ետ չդարձավ։ 21-րդ համարի մեջ անոնք չապաշխարեցին իրենց գադարած մարտասպանության, գախարտության, բորոնգության եւ քողության համար։ Չապաշխարեցին։ Եվ որքան ահավոր պիտի լա բոլոր անոնց բադիժը, որոնք իմանալով քալիք ահավոր Թադաստանի մասին, դժբախտաբար գշարունակեն մնալ նույն մեղքերու մեջ եւ այդ մեղքերու վրա դակավին նոր մեղքեր գավելցնեն, գմնան անզիղջ, այսին չեն զղջար իրենց ռածին համար, գմնան անապաշխար եւ այսպես անդարբեր գաբրին։ Այդ պիսիներուն բադիժը Թադաստանի ժամանակ շատ ավելի ահավոր պիտի լա, քան թե օրինակ Դյուրոսի մասին խոսեցավ, չէ՞։ Այս գլխու սկիզբը, այս ուրեմն մասին սկիզբը, երրորդ մասին սկիզբը նարեգացին։ Քան Դյուրոսի բադիժը, քան Սիդոնի բադիժը։ Եվ այս մասին Հիսուս Քրիստոս ինքսավ, գգարտամ օրինակ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխու 22-րդ համարը։ Հիսուս ասավ. «Գսեմ ցեզի, Թադաստանի օրը Դյուրոսի եւ Սիդոնի բնագիչներուն բադիժը ավելի թեթև պիտի լա քան ցերը»։ Կամ հիշենք Սոդոմ Գոմորը, Սոդոմ Գոմորը որքան մեղքերով լեցուներ, չէ՞։ Լեցուն էին այդ երկու քաղաքները, եւ Աստված գործանեց, իր գրագը թափեց, ձծում թափեց, այրեց այդ քաղաքները։ Սակայն այսօրվան աբրողներուս բադիժը ավելի ծանր պիտի լա, քան անոնցը, որովհետև անոնք իրենց մի առաջ օրինակ չունեին Աստուծո Թադաստանին, բայց մենք ունենք։
Հիսուս սկսե դարձյալ այս մասին նույն գլխու մեջ Մատթեոս 11-րդ գլուխ այս անգամ 24-րդ համարի մեջ գսե ուրեմն գսեմ ցեզի Տադաստանի օրը Սոդոմի բնակիչներուն բադիժը ավելի թեթև բիդելա քան թե ցերը եւ սիրելներ այս բոլորը իմանալով անտերց դժբախտաբար որքան մարդիկ կան որոնք դակավին չեն հրաժարիր մեղքեր կործել եւ չեն ապաշխարեր ես ցանկիս ընթացքին իմ ամենից սավալի բահերս եղած են այն բահերը երբ այցելած եմ մահամերձներու դակավին իրենց գիտակցության մեջ այցելած եմ հիվանդանոցներ դուներ եւ արցունքով խնդրանքով դիմաց եմ մահվան սնարի մեջ եղողներուն որ ապաշխարեն զղջան իրենց մեղքեր Քրիստոսի դառնան ոմանք մինչև վերջ համար մնացած են ու չեն ապաշխարած իսկ ուրիշներ ալ լալով ասած են որ այլևս ուշ է ու չեն ապաշխարած եւ այդպես գործանած է անոնց հոգին եւ Հիսուս սիրելներ Ղուգասո ավետարանի 10-րդ գլխու մեջ երկու անգամ 3-րդ եւ 5-րդ համարներու մեջ հետեւյալը գսեմ ցեզի եթե դու գալ չապաշխարեք բոլոր տալ պիտի գործվիք ինչու համար սիրելներ գործվի մեր հոգին ինչու համար հոգ չդանենք մեր հոգին եթե բժիշկ մցեզի բամը ասե ծեր մարմնի առողջության համար անմիջապես կգադարենք իսկ Աստուծո խոսքը մեզի գսե որ հոգ տարեք ծեր հոգին ապաշխարությամբ արցունք թափելով զղջալով իմ թիմացս բերեք ծեր մեղքերը գսե Եսայի մարգարեին բերնով Աստված եթե գրգնագի գարմիր են ես սույնի նման ասրի նման սպիտակ կդարձնեմ ինչու համար սիրելներ չթիմենք իրեն թեր հույս կա մեզի այո գա քանի թեր շունչ ունին գա հույս մերնել են վերջ հույս չկա եւ դեսեք սուբ նարեգացին այս ամենը ասել են իր անսին մասին իր մեջի հին մարդու մասին գիտե որ այլևս իրեն համար ոչ մեկ հույս չկա անձնական ծևով վերագանքնվելու գտիմե իր միակ հույսին որու Հիսուս Քրիստոսին եւ դեսեք ինչ կսե սակայն թուն խնայե ինձի ով կթած մարդասեր հզոր բարերար ամենաբարգև Քրիստոս թագավոր որ օրհնյալ ես հավիդյան ամեն սիրելներ միայն դեր Հիսուս Քրիստոս գրնա մեզ մաքրել սրբել մեր մեղքերեն միայն Հիսուս Քրիստոս իր տապած արյունով գրնա չնչել մեր մեղքերու բարդամուր հագը ամբողջությամբ եւ սրբացնել մեզ միայն ուրիշ մեկը չկա ոչ ալ սուրբերը գրնան սուրբերը միայն գփարեխոսեն մեզի համար բայց միայն Քրիստոս կրնա սիրելներ ներել մեզ եւ մենք ալ եկեք սուրբ նարեգացի նման այս բոլորը դեսնելով մեր անձին մեջ այս բոլոր սխալները մեղքերը դեսնելով թե ինչ տեսակ մարդ ենք մենք դեսնելով որ մենք այլևս չենք կրնար մեր անձերը փրկել չենք կրնար ոչ մեկը չի գրծած փրկել իր անձը ոչ մեկը չի կրնար ինքզինք փրկության հասցնել հետևաբար թիմենք միակ փրկին դիեզերքի փրկին Աստուծո որդին եւ սուրբ նարեգացին պես թիմենք իրեն եւ ասենք դեր խնայե ինձի իմ մեղքերուս համար զիս կորուստի մի մատներ մինայր իմ բազում մեղքերուս եւ անարժանությանս ով կթած մարդասեր հզոր ու բարերար Աստված ամեն բան բարգեւող ամենաբարգեւող Քրիստոս թագավոր եւ ես միշտ պիտի օրտապանեմ քու սուրբ ու բադվական անունդ փառավորելով քեզ հորդ եւ սուրբ ոգիդ հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն
Այս հոգիով եկեք սիրելներ թիմենք ամենողոր Աստուծո Քրիստոսին եւ պիտի փրկնենք։ Աստված ձեզ արադաբես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։